Մասշտաբային թվերը առաքինությամբ մարդկանց, ես թվերը ասեմ, որպեսզի դուք հասկանաք, եթե ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվում, դա ինչի հետ կապ ունի։ Մեկ թվանշանները, որոնք որ իրենց համար պետք է աշխատեն, կարող են լինել լավ գործարարներ, ղեկավարներ, իրենց հետևից տանելով մարդկանց։ Դա մասշտաբի մասին է խոսում, կառավարելու մասին է խոսում, խոսքը տեղ հասցնելու մասին է խոսում եւ ղեկավար լինելու մասին է խոսում։ Ինները բավականին մեծ մասշտաբների հետ գործ ունեն, մասշտաբային պրոյեկտների, ինչպես մեկը, նույնը 8-ն էլ է բավականին մեծ մասշտաբներից խոսում, եւ նաեւ 4-ն է կստացի մասշտաբներից խոսում, այս թվանշանները բավականին ուժեղ վիբրացիա ունեն եւ խոսում են մասշտաբներից, որ այստեղ պետք է դուք աշխատեք մասշտաբային, մեծ բաների հետ, կրուպնի, խոսքի օրինակ կամպանիայում ինչ որ եւ այլ, իսկ եթե դուք խոսքի օրինակ 18-ին եք ծնվել եք 1-ին, ծնվել եք 8-ին, ծնվել եք 9-ին, ծնվել եք 4-ին, ծնվել եք 31-ին, sense թվերի ծնված մարդիկ շատ մեծ կապ ունեն մեծ մասշտաբներով աշխատանքների հետ։ Նաեւ ամենամեծ մասշտաբայինը դա 5-ն է, 5-ն էլ է մեծ մասշտաբի մասին խոսում, առևտուրի մասին, 5-ը բիզնեսի մասին է խոսում, 5-երի մեջ կան բավականին շատ բիզնեսմեններ, ովքեր մի քանի կամպանիաներ այսպես կառավարում են տանը նստած համագործակցելով մարդկանց հետ, նաև հետաքրքիր ներդրումներ են անում։ Ես ուզում եմ իրականությունն ասել 5-երից, ովքեր ծնվել են 5, 14 եւ 23 թվանշանի ներքո, քանի որ ես տարոլոգիան բավականին խորը գիտեմ, տարոլոգիան ինքը մեծ կապ ունի թվագիտության հետ, այս հարցում չի քննարկվում ոչ մի ձևի ինձ հետ, որովհետև ես ոչ մեկի հետ համաձայն չեմ լինի, ես ունեմ իմ տեսանկյունը ուսումնասիրելով թվագիտությունը, 5-ը դա բավականին մեծ մասշտաբների հետ կապ ունի, այսպիսի մարդկանցից շատ լավ մասնագետներ են լինում, շատ լավ կազմակերպիչներ են լինում, բիզնեսմեններ են լինում, շատ մարդիկ ասում են, որ թվագետներ, ես սպորից եմ անում, ինչու, որովհետև ես նա 100% գիտեմ, թե 5 թվանշանը ինչպես են աշխատացնում, 5-ի էներգիան, 5-երից ինչը կապված է առևտուրի հետ, մեծ պրոյեկտների հետ եւ